Արափի սողանքային գոտին շարունակում է զգալի վնասներ պատճառել համայնքի բնակիչներին։ Այսօր առավոտյան կրկին մասնակի փլուզման դեպք է գրանցվել Ռուստամ Պողոսյանի բնակարանում։ Հողաշեշտի ծանրությունից Պողոսյաններին պատկանող բնակարանի պատուհաններն ու սենյակների հատակի որոշակի հատվածը փլվել է, իսկ հողաշեշտի մի հատված լցվել է բնակարանը։ Տանտերերի բնբամբ խնդիրը պատկան մարմիններին չի հետաքրքրում։ Ընդամենը մեկ անգամ Պողոսյաններին այցելել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից ու հայտնել, որ բնակարանում ապրելը խիստ վտանգավոր է։ Ընտանիքը ստիպված լքել է այն։ Ընտանիքի մի մասը տեղափոխվել եւ ապրում է հարևանությամբ գտնվող բնակարանում, որը եւս գտնվում է սողանքային գոտում։ Իրանք տեսանք, որ այս վիճակի հիմա ինչ պիտի անենք։ Ումից ինչ ուզենք։ Մեր այս հողերը տան բարձկերևա տան մեջն է։ Ես կուզեմ, որ մեր բանը մերնով այս բոլը փրկեմ։ Ամիս ու կես երկրորդ ամիսը կլրանա հաջորդ չափաշտ, խումբ դեռ չի կազմը ոչ մի մեկ, ոչ մարդ չի եկես սարստուգման կարծնենք փոխմարզբեդի ուղագի մեզը տեղեկացեց, որ հլը հստակ պատասխան չունի, թե երբ պետք է խումբ կա, երբ պետք է որոշում եղնի, բայց թե այսպես հնարավոր չէ հոտի մեջը որևէ լուծում չիմանալով որևէ բան թողնել հեռանալ, ուր հեռանանք, այս ամեն ինչին թողնենք հեռանանք։ Խնդրով Պողոսյանները դիմել են նաև Շիրակի մարզպետարան, որտեղից նրանց պատասխանել են, որ սողանքային գոտին ուսումնասիրելու համար հատուկ խումբ է ձևավորվելու, իսկ մինչ այդ ընտանիքին առաջարկվել է տեղափոխվել Գյումրի եւ ապրել վարձակալությամբ։ Պողոսյանները հրաժարվել են մարզպետարանի առաջարկությունից։ Ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել, մտահոգություն ունենալով, որ այդ դեպքում խնդիրը ընդհանրապես լուծում չի ստանա եւ իրենց կրած վնասները չեն փոխհատուցվի։ Մենք չգիտենք հետագայում մեր ապրելու տեղը մեր վայրը որտեղ պետք է գտնվենք, որ այդ ապրանքից ինչ պիտենենք, որտեղից կուկա այդ անտարբերությունը, որ ունք ստիպե անտարբեր վերաբերմունք, որ այսօր հետ մեկը ոչ մի տեղից մեկը չի բացի դուրը, որ հետ աշկրվի։ Սողանքային գոտու ակտիվացումը նյութական վնասներ է պատճառում այլ ընտանիքների, մասնակի փլուզում գրանցվել է նաև Զիրոյանների բնակարանում։ Բնակարաններն ամեն օր ավելի վթարային են դառնում, իսկ բնակիչները անելանելի վիճակում են հայտնվել։ Գյուղի տների մեծ մասը արդեն 4-րդ աստիճանի վթարայինության են։ Նման եզրակացություն տրվել է սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության մասնագետների կողմից։ Դե եղավ 15 տարի սխալվել զուտ։ Էլ մարդ դավանել Երևանով ու Ես ինչ գիտեմ ուշ կենաց խեժմարդը, տեսել արդյունք չկա։ Նշենք, որ սողանքային գոտին ուսումնասիրելու համար կառավարությունից 10 միլիոն դրամ է հատկացվել, սակայն ուսումնասիրման աշխատանքներ համայնքում դեռևս չեն սկսվել։ Արաբեցիները փաստում են, սողանքային գոտու ակտիվացմանը մեծապես նպաստել են նաև վերջին մի քանի օրերին տեղացող անձրևները, իսկ մինչ պետությունը կորոշի արաբեցիների խնդրով զբաղվել, գյուղի բնակֆոնդի զգալի հատվածը շարունակում է շարքից դուրս գալ։ Փայլակ Վարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։